Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երբ պատերազմը հասրել են Ասիջանի, որ մենք ուրեմն չենք պատվել։ Հիմա ուրեմն երբ պատվելով ամեն ինչ տալով շատ կներեք, եկնում եմ շատ կոպիտ սխալ է։ Հիմա պետք է ջահելությունը մտածի։ Թուրքերի հետ շատ բարի են թե ոչ։ Թուրքերը մնում են թուրք։ Թուրքը միշտ ուրեմն իր գործը առաջ է տանում։ Հայերն էլ ուրեմն եթե ամեն տարածքը տալով հետ են քաշում, ես տենց անը չեմ գտնում եմ որ շատ կոպիտ սխալ է։ Տենց ղեկավար մեզ պետք չի։ Ասում ես չլինեմ պատերազմը լինելու սեպտեմբեր։ Ոչ, տենց բան չկա, այդ շատից խոսում են։ Ոչ մեկը ով էլ գա պատերազմ չի լինելու։ Խելքախի մարդ գա, ուրեմն ինքը երկար լուծի այդ հարցները պայմանագիր կապի բոլոր հետերները, հետո եթե ընկել են թուրքերի հետևից շատ կներեք, թուրքերի գալու ինչ անեն։ Հայաստանը 300,000 թուրքեր բերին լցնեն, հետո ինչ անելու շատ կներեք։ Իրանք բազմանում են, շատ մրշումի նման բազմանում են։ Ասում են դա կեղծ օրակարգ է, չկա նման բան։ Շուտ է, ոնց է, միշտ ասում է այդ խոսակցությունը, ասում է մի ղեկավար եթե 10 անգամ իր խոսքը փոխում է շատ կներեք։ Տենց ղեկավար ընդհանրապես պետք չի Հայաստանի։ Ղեկավարը պետք է տղամարդի իր խոսքը առաջ տանի եւ ժողովրդի մասին մտածի։ Այդ վերջի ընդրությունները վեցել թոշակառուներին 10,000 եւ մտածելով այդ ոնց են ծախսելու։ Բայց ամեն ինչ թանկացրել է, ամեն ինչ։ Կիպրոս կարող են գնալ, ինչի մասն է խոսքը։ Ինչ։ Կիպրոս կարող են գնալ թոշակառուները։ Շատ կներեք։ Ես ընդհանրապես ես իրանց թոշակից вообще հրաժարվել եմ։ Ինչու՞։ Հրաժարվել եմ։ Ինձ մենակ հարց են տվել, ասեն ես վիրավորվել եմ պատերազմի ժամանակ։ Ասեց ամեն 3 ամիսը պետք է գաս կոմիսիա անցնես, որ իրոք բան։ Ասի շատ շնորհակալ եմ ձեզանից։ Նո Հայաստանը չեմ լքում ես։ Потому что հերոսելա պատերազմի մասնակից եղել առաջի պատերազմի մասնակից լրիվ իր մեդալներով, բանով լրիվ ինքը մեծ մասնակցել է եւ իր մասին ուրեմն կա թերթերների ժամանակ գրել են։ Նո հիմա ոնց կարող ես թողեմ իմ հերը որ ուրեմն այս Հայաստանի համար այդքան բան արել ուրեմն ես թողեմ գնամ ուրեմն ոչ տեղ ապրեմ։ Հնարավոր չէ։ Ջահելությունը պետք է մնան, ջահելությունը պետք է մտածեն, ջահելությունը պետք է իրենց գործը առաջ տանեն, ոչ թե լսեն ամենն է պատերազմ անելու։ Շատ կներեք, ամեն ինչ տվել ես, էլ ինչ պատերազմ։ Եթե հանձնել ես, եթե ամեն ինչ հանձնել ես, էլի պատերազմի մասին ու պետք է մտածի։ Թուրքը ասում է, էլի կվերցնի, դա համար որ մեր ասելու բաները իմ կարծիքով էլ։ Կներկայանաք։ Ինչ։ Կներկայանաք, որ խնդրեմ ձեր անազգանունը կնշեք։ Իմ ազգանունը Պետրոսյան Վալերի Ավետիսի։ 85 տարեկան եմ։ Եվ ուզում եմ ամեն ինչ տեսնամ, որ ամեն ինչ մեր ժողովրդի համար լավ է։ Խաբելով ժողովրդին առաջ չեն տանում։ Ձեր տարիքի փորձառությունը ինչ է հուշում լավ կլինի, հատկապես որ առաջիկայում ընտրություններ են։ Ջահելներից է կախված։ Ամեն ինչը ջահելներից է կախված։ Ջահելները եթե ուրեմն կաղնեն, իրանք առաջ տանեն, ամեն ինչ նորմալ է լինելու։ Շնորհակալություն։